պատիմ ունեմ ամենայն հայոց հայրապետի հետ նույն հողի վրա քայլելու։ Այդ ինձ համար շնորհավոր Սուրբ ծնունդ, թող մեր Տիրոջ հրաշափառ ծնունդը մեր այդ խավար, տկարամիտ, ողորմելի այս ճղճին վիճակը մաքրի ու հասկանանք իրական ճշմարտությունը, իրական հայրենիքի սերը, իրական Հայաստանը ունենանք։ Եվ ինչքան էլ նյութականը կարևոր է, բայց այդքան նյութապաշտ չլինենք։ Մենք Քրիստոսով բոլոր ամեն տեսակի դժվարություններ հաղթել ենք։ Շնորհավորում եմ բոլորից Սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ ձեզ լրագրողներին բեղումն առատ տարին աշխատանքային տարի եւ ամենակարևորը մի հատ խնդրանք էր մեր բոլոր լրագրողներին, հատկապես ովքեր որ լուսաբանում են, շատ կարդացեք հայոց պատմություն, սովորական տարական մոտեցում իմացեք հայոց հայրապետին եւ հոգեվորականին։ Անկեղծ ասած, տեսեք, ես Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ հարեմարել ինձ ղեկավար, բայց այսօր 10 եպիսկոպոսներն ինձ իմ ցասումն ավելի շատ են առաջացնում, քան հենց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը մինչև իր ձևական եկեղեցի գնալը ուղիղ խաչակնքվել չի իմացել։ Ես խիստ կասկածում եմ, որ ինքը մկրտված է։ Բայց ինչ վերաբերվում է եպիսկոպոսների, որոնք հասել են այդ աստիճանին, իրանց մոտ ոչինչ չի ստացվի։ Իմիջայլոց իրանց էին տարիների վեր ասում նարկաբարոններ, բայց ոչ եկեղեցուն։ Ովքեր որ իրական հոգևորականը, ովքեր որ իրական իր պարտականությունն ու պատասխանատվությունը գիտի, ովքեր որ գիտեն ինչի համար են օծվել, այսօր եկեղեցում են, հայ առաքելական եկեղեցու հետ են, վեհափառ հայրապետի կողքին են։ Թող իրանք մտածեն, որ իրանք իրականում առ ոչինչ են։ Ու ցավոք սրտի ափսոսում եմ այն տարիները, օրհնեցեք Տեր ջան, ուրախ Սուրբ ծնունդ ցավը տանեմ։ Ես ափսոսում եմ այն տարիները, որ իրանք արժանացել են այս Սուրբ հողի։ Ինչ ակնկալիքներ ունեք ընդդիմությունից։ Ուրեմն ասեմ ձեզ, նախ վեհափառ հայրապետը չի գնա ու երբեք չի գնա, տեսեք։ Հայ առաքելական եկեղեցուն ինչով է տարբերվում մնացած այլ եկեղեցիներից, որովհետև մեր դավանակը շատ կարևոր է, մեր դավանակը։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է հեռանալ իր տեղից, եթե արել է դավանաբանական սխալ, այսինքն ուրացել է մեր հայ առաքելական եկեղեցու հիմքը կարևոր բաները, բայց քանի որ ինքը որևիցե մենք ընդամենը մեկ կաթողիկոս ենք ունեցել, որ փորձել է փոփոխություն մտցնի դավանաբանական, ինչի համար որ հեռացվել է։ Այդ թող երազներում էլ չեն տեսնի վեհափառ հայրապետին հեռանալուց կամ իրանց ասած հանգստի գնալու են իրանք։ Ընդդիմություն մեր երկրում ցավոք սրտի չկա, որովհետև եթե մենք ընդդիմություն ունենայինք, ուրեմն 20 թվականից հետո չէր լինելու պարլամենտ։ Իմպիչմենտ պետք է համարվեն եւ ամենքը հեռանային։ Բայց քանի որ մենք չունենք իրական ընդդիմություն, ինձ համար ներքին ներկան բոլորը նույն պարանի վրա շարված են, ինձ թողներեն են մարդիկ, որոնց ինձ ընկեր են եւ դա իմ համոզմունքն է, ես ես մեր երկրում ընդդիմություն ասվածը չկա։ Մենակ ճղճղալ ես էլ եմ կամերաներով ճղճղում, այդ չի նշանակում ինչ-որ բան եմ փոխում։ Կամ էստեղից եմ խոսում, կամ գնում եմ պատգամը, որպես խորհրդարանի ամբիոնից ոչ մի բան չի փոխվում։ Ընդամենը մեր վրա ենք ծիծաղացնում, լուրջ քայլեր կլիներ, եթե իրանք հեռանային։ Երբեք եւ երբեք հայ առաքելական եկեղեցին չի գլխատվի։ Հայաստան աշխարհը չի մասնատվի, թեպետ արդեն արվում է։ Այսօր ոչ թե իրանց նպատակը վեհափառին հանգստի ուղարկելն է, այլ հայ առաքելական եկեղեցին մասնատելը, գլխատելն է եւ պառակտելով ժողովրդին վերացնելն է։ Ինչն էլ սկուտեղի վրա հայոց պատմությունը գիտենք, չէ՞, որ սկուտեղի վրա նույն ժամանակներն են, ընդամենը թվերն են փոխվում։ Ոնց կարա հայոց հայրապետ, այսօր որ ուզում ես իմանաս, վերջին 30 գիտակից տարիներից մեջ միակ տարվա մարդը, այսի ամենայն հայոց կաթողիկոսն է, որ ապացուցեց եւ իր համբերությամբ, եւ իր խոհեմությամբ, եւ իր հանդարտությամբ, մարդը ապացուցեց, որ արժանի է
Այն կոչումին իջին ինքը ձեռնադրվել է, այն օծումին իջի համար ինքը գնացել է։ Իսկ այսօր որ խոսում է երեխա ունենալու մասին, մինչև 9-րդ դարը մեր հոգևորակը, մեր Մաշտոցի մեջ չի եղել կանոնադրություն, որտեղ կուսակրոնությունը պարտադիր է եղել։